Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատել Վեհարանը, կաջակցեք նրան։ Ոչ մի դեպքում։ Ոչ մի դեպքում։ Որովհետև եկեղեցին մերն է, ժողովրդին է եկեղեցին, ոնց ժողովուրդը կորոշի, նա այլ ձևի չի որոշի, դեմ ենք։ Եկեղեցինս էլ գուզեք չէ, մեր հենարանը եկեղեցին եղել է ամեն պատմության մեջ, ադե որ հայությունը բահեր է, ազգությունը բահեր է, հիմա ինչ, Նիկոլ Փաշինյանն ասածները ինչ կարևոր չեն կամդի գներ այլևս։ Չէ դա իր կոմպետենցիան չի էլի, տենց ասենք, պետք չի ալիքները խառնել էլի։ Նկատիով տենց է։ Դե ինքան բան ասել, որ ոնց ասեմ, թարգմանում են մարդկային լեզվով, էշություններ դուրս ատալ, հետո տակից դուրս են գալիս են։ Կներեք։ Ես քաղաքականությունից հեռու եմ, կներեք էլի։ Բայց եկեղեցուն է վերաբերվում։ Եկեղեցուն, բա Նիկոլ Մտադիր է ազատել Վեհարանը, կաջակցեք նրան այս հարցում։ Վեհարանը, այսինքն սաղ եկեղեցիները, ամբողջ։ Չէ, չեմ աջակցում։ Ես եկեղեցին սիրում եմ։ Ես արտասահմանից եմ, մենք եկեղեցիները պաշտում ենք։ Ես քրիստոնյա մարդ եմ։ Ոնց կարող եմ աջակցել նման բան։ Աստված ինձ չների։ Չի հետաքրքրում ոչ ոք։ Ոնց ազատել։ Եկեղեցու Վեհարանը ազատել։ Այսինքն ինչից ազատել։ Կաթողիկոսից ազատելը համաձայն եմ, բայց մյուս բաներին չէ, որ ասենք հարկմուծեն եւ այլն կախված լինեն։ Բայց կաթողիկոսից մեծ սիրով համաձայն եմ։ Չգիտեմ, ուղղակի այդ մարդից դուր չի գալիս։ Դրա կեղծ ժպտը, չգիտեմ, անտիպատիա ունեմ դեպի այդ մարդը։ Գիտեք, ցավոք սրտի, ինչքան էլ չսիրենք Նիկոլ Փաշինյանին, բայց նա իրավունք չունի Վեհարանին կպնելու սիրելիս։ Հասկանում եք, դա օրենք կա այս երկրագնդի վրա, ինքը Վեհարանի հետ ոչինչ չի կարող անի, Վեհարանը պետությանը չի ենթարկվում, սիրելիս։ Բայց այս հարցում աջակցում եք նրան։ Ում։ Փաշինյանին։ Ոչ իհարկե, չնայած իրանք էլ սուրբ չեն, անկեղծ ահավոր մարդիկ կան ընդեղ։ Ոչ, երբեք, Փաշինյանը պետք է ռադ անել, ինչքան շուտ ենքան լավ, պետք է ռադ անել, դա մեր ազգի թշնամին է, թուրք ադրբեջանցի է, ես շատ բան ունեմ ասելու, բայց ատամներս իպմանտով եմ զբաղված, չեմ կարող խոսամ։ Կներեք, բայց ինչ վերաբերում Փաշինյանին, դրա անունը վավշեսկի չեմ ուզում տամ։ Դա մեր ազգի թշնամին է։ Սենց որ շարունակվի, մենք Հայաստան կորցրել ենք։ Սենց որ թուրքանք, որ ինքը սենց կտոր հանձնի, մի 2-3 տարի հետո մենք Հայաստան չենք ունենա։ Ես իմ Հայաստանը շատ եմ սիրում, չնայած իմ սաղ թորները երեխեքս ման Ամերիկան, Գրենդելն ալու, բայց ինձ չի հետաքրքրում այդ երկիրը։ Նա իրանց համար է լավ, ինձ համար սա է լավ։ Ամենալանտիր երկիրն է, իրանք բոլորին ուզում են հետ գան, բայց ասում ուր գանք։ Այս քանի թուրքն է ոնց ղեկավարում։ Իրանք սա ասում են, որ սա թուրք է։ Թուրքի ծրագիրն է կատարում, Էրդոգանի Պուտինի կոշինեն է լեզում, Պուտինից էլ է բախում, շամպես դողում է։ Փաշինյանն вообще ինչ իմաստուն, вообще չեմ հասկանում։ Իհարկե ոչ, բնականաբար ոչ։ Որովհետև ես համարում եմ, որ դա հատուկ պլանավորված ակցիա է հայ եկեղեցու դեմ։ Ես կարծում եմ մենք չպիտի դառնանք խամաճիկներ այդ ամենի ձեռքում։ Ոնց կարելի է քրիստոնյան իր Վեհարանը վերացնի։ Ուրիշ բան, որ եկեղեցականներ կան, որոնց համաձայն կլինեն, որ չլինեն։ Մի խոսքով իրանց ոչ մի բանը չեն պահպանում, իրանց նորմերը, բայց ինչ վերաբերվում է չէ, Վեհարանը պետք է։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը ասել է ինչը բոլոր առումներով, ուրիշ ոչ մի պատասխան չի։ Վեհարանը որտեղ է։ Եկեղեցու Վեհարանը։ Ինչ է ազատի։ Կաթողիկոսից։ Շատ լավ բան անում, շատ ճիշտ անում։ Ես այդտեղ չեմ ապրում։ Օտար նահանգների եմ ապրում, բայց այդ սրբազանները 90%-ը դավաճան են եւ ես դրանց մեջ եմ մեծացել, իզուր չեմ ասում, նիկոլական էլ չեմ կորզել չունեմ, այն որ Նիկոլին բերել այստեղ, ամեն ինչ կարկատել, բայց շատ լավ բան, որտեղ դոնք օգուտն ինչ է, ինչով ինչ օգուտ են տալի։ Բայց նորմալ է, որ եկեղեցուն վիրավորում են։ Եկեղեցուն չի վիրավորում։
Ասում է Չուլանանոց եկեղեցի։ No, ես անցած շաբաթ գնացել եմ ինչ եկեղեցի էր։ Մատ եկեղեցի, այդտեղ տաճարի առաջը մեղրին ծախում։ Մեղներ արել եմ, հիմա ես ներսն է։ Սուտ չեմ ասում, կարող եմ բերեմ ցույց տամ։ Ապրանքները թափած, այդ եկեղեցու շնորհք չի։ Բայց չէր կարելի գոնե նորմալ արտահայտվել, ոչ թե անվանել Չուլանանոց։ Չէ, ես այդքան որ լսամ, ասա մեր բանը եկեղեցիները սարքել են, չեմ անում հայերեն ոնց ասեն, եւ շատ ճիշտ ասում։ Ես տեսել եմ ասում, իսուր չեմ ասում։ Նիկոլական էլ չեմ ասես, ուզեմ կողը պաշտեմ։ Այն ինչ ասում եմ, այն ինչ տեսել եմ։ Սրբազաններին տեսել եմ, ես ջուղայի մեծացած եմ։ Աղջիկին տանում են սինեմա, շատ թող պարզ ասեմ, կուրսքերին ինձ երտալի տեսել եմ, այն մամիս կաթի արև ես տեսել եմ, որ ասում եմ։ Սուտ չեմ ասում։ Եվ շատ ապուշ մեկերն են։ Մատ էլ հարց ունեմ։ Դրանք որ դեջ միացինի մեջ են, մի հատ իրանց օգուտ, մի բան որ լավություն արածել են ես երկրին ինձ ասա։ Մի հատ։ Կարող ես ասես։ Չէ, կարծում եք ոչինչ չեն արել երկրում։ Չէ, ասա ինչ են արել։ Միշտ պետականության կողքին են կանգնած եղել 1700։ Այդոնք ժողովրդական խոսքեր են, այդոնք ընդդիմության խոսքեր են, ժողովրդի կողքին ինչ են կային, ես ժողովուրդ, իմ կողքիս ով է կային։ Բայց դուք այստեղ չեք ապրում ասեցիք։ Ինչ գիտեք եկեղեցին։ Ես նոր ապրել եմ կողքիս բան էլի, ինչ են ասում։ Բայց խոսում ենք մենք հայ առաքելական հենց Հայաստանի եկեղեցու մասին։ Եթե այստեղ չեք ապրում, ինչ գիտեք, ինչ է արել եկեղեցին կամ արդյոք չի եղել ժողով։ Նայ, առաջերտին ճիշտ ասում, բիզնես են սարքել, լավ չեն պահում, հետո չեմ անում ոնց ասեմ, իրանք իրանց մեջ են, ժողովրդական մարդիկ չեն։